Հարգելիներս, ողջույն երկար օր ունենալուց հետո որոշեցի մտնել խանութ, գնումներ կատարել, ճիշտն ասած ձեզ ինձ հետ չեմ տարել, բայց կկիսվեմ ձեզ հետ իմ գնումներով, թե ինչ համեղություններ եմ գնել, սրանք դեռ այստեղ են, չեմ հասրել դնել քյաուների վրա, հիմա այստեղից սկսենք, լավ, տեսնենք հլը ինչ համեղություններ եմ գնել, այստեղ ծնեբեկն է, ասպարագուս, այստեղ Լեոնայիս զակազով լիչի միրգն եմ գնել, արդեն այստեղից մուկիկի նման ծակել կերել է, հա Լեոնա, հա ծակել կերել ես արդեն դու, այսպիսի քուկիներ երեխաների համար, դպրոց գնալուց վերցնում են հետները, սա էլ ապլ սոսա, էլի երեխաների համար, այսպիսին է, հիմա բացենք նայենք, ձեզ ցույց տամ էլի իհարկե, ես գիտեմ ինչա, հաճան, հեսա, այսպիսի, ապլ սոսներ են, տալիս ենք երեխաներին, վերցնում են իրենց հետ դպրոց, հարմար է լինում, տենց փակ սոուս է, այստեղ սա ցույց տամ, թարմ լավաշ ենք գնել, լավաշի տեղից, սա միրգ է չորացված, այսինքն ճիր, տարբեր մրգերի, ահա տեսնում ենք, կա ելակ, կա ինչա, այստեղ չի երևում նորմալ, տանց, խնձոր, գազար, մոշ, այստեղ չգիտեմ, փափայա երևի ինչ, այսպես լավ չի երևում, հիմա բացենք նայենք, ինքը էլի ես կարծեմ պետքա փոքրիկ ուպակովկա արված լինի, փոքրիկ անցած անգամ հիշում եք մանգոները, որ գնել էի ջրեր, այսպիսի, ահա, սնակի համար էլի շատ հարմար է, մեքենաների մեջ, երեխաների համար, մեկ հատ կբացեն և իրենք այսպես մեկ շատ չլինի, որպիսի, այսի բանն է, այս ինչ, ջելիներ են, dry fruit չի, ջելիներ են, assorted fruit, տարբեր տեսակի մրգային, ջելիներն են, ես կարծեցի, թե ինքը չոր մրգերն են, ոչ, ջելիներն են, ոչ ինչ, մենք ունենք բան, չորացած միրգ, չիրը, այստեղ թիլապիա ձուկն եմ գնել տապակելու համար, արժե $21, 87 սենտ, պաունդը $6.49 սենտ, այսինքն պաունդը $4 49 սենտը, 8 գալիս է կիլոգրամը, գալիս է $10, այդպես ասեմ, այստեղ խոզի սալնամսոտ ես աղում եմ և ավելացնում եմ մսի հետ, որպիսի համեղ տոլմա, կոտլետներ պատրաստենք, սա այսպես, այստեղ գազար եմ գնել, այս գազարը ես գնել եմ բեբի գազարներն են, որպիսի երեխաները սիրում են, ուտում են, մեկ բագ օրնջ եմ գնել, այսպես, այստեղ մանգո է, մեկ արկղ, եգիպտացորեն թարմ, այստեղ էլի քուկիներ են սունկի տեսքով երեխաների համար, որպիսի հետաքրքիր լինի, շոկոլադա պատված, այսպես սունկի պոչիկով քուկիներ են, գնեցի երեխաների համար, լավ, հիմա մեկ ձեռքով չեմ կարող բացել, բայց այստեղ էլ ես իմ սիրած բիսկվիտներն են, արդեն սրանք դու գիտեք, ծանոթ եք սրանց, հապալաս եմ գնել 2 պաչկա, այստեղ մեծ լավ որակով հապալասներ են, ներքևում խաղողն է, այստեղ 2 հատ ելակ եմ գնել, և չերի լոլիկը,
Այսպես չերի լոլիկները։ Շատ ընտիր ելակներ են, ես լավ խոտը գալիս է ելակի։ Եվ անանաս։ Այստեղ մենք վերջացրեցինք, հիմա հաջորդը ցույց կտամ, թե ինչեր ենք գնել։ Լեոնա թատիկով արա։ Ցնենք հաջորդ մասին, այսպես ասած։ Այստեղ գնել եմ կարտոֆիլ, շատ ընտիր կարտոֆիլ էր, ճիշտ ասած, սա սոխ է։ Դնենք այս կողմ։ Այ այսպես նայեք, ինչ լավ ընտիր կարտոֆիլ է, մեծ, ամեն անգամ այսպես չի լինում։ Որ ուզենամ հիշեմ, ինչ գնումներ եմ կատարել, երբեք չեմ հիշի։ Այսպես բերում եմ տուն, բացում եմ, հանում եմ, նոր հիշում եմ, թե ինչ եմ գնել։ Այստեղ կիֆիր եմ գնել օրիջինալ կիֆիրնա, ես պարտադիր խմում եմ Սաչիայի սերմով, հատապտուղներով պատրաստում եմ և ամեն առավոտ, ամեն օր ես խմում։ Այստեղ բլու չիզ եմ գնել, $2.66 արժեր, ամենը մի փոքրիկ այսպես շատ չի։ Մեր չինական համեղ բանջարեղենա սխտորով և սոյայի սոուսով պատրաստելու ենք։ Մեր Ալինան ասրա մաստերալար, ինքնա շատ համեղ պատրաստում կպատրաստի։ Կանաչ ոլոր եմ գնել, կանաչ լոբին, ես տափակ համեղ լոբիները, ես սրանք սիրում եմ, այսպես լոբիներն են։ Հա, նանա եմ գնել, ձվի հետ առավոտը կուտենք, էլի համեղ է, այստեղ պղպեղն եմ գնել, դեղին պղպեղներն են, որպեսզի սխտորով ձեթով ես միշտ պատրաստում եմ սրանք։ Այստեղ գազար է, այսպեսի գազար, փոքր գազարները ուտելու համար, սա ես հյութ պատրաստելու համար եմ գնել, այնտեղ խնձոր է, Լեոնայիս հետ հյութ ենք պատրաստելու։ Այստեղ սմբուկ արդեն գնել եմ, պետք է տանենք խորովածի ապարատի վրա, խորոված անենք, բերենք համեղ, սոխերածով, ամեն ինչով կանաչիով, հենց ուտենք, պատրաստենք, սա պղպեղա, կանաչ պղպեղնա, այստեղ պամիդորը, չնայած ոչ ես չերի լոլիկը գնել եմ, այստեղ են այնտեղա, տեսակ արդեն չերի, բայց սա մենք խորովածի համար ենք արդեն վերցրել, սա էլ խորովածի համար են սրանք։ Այնտեղ աղ եմ վերցրել, այստեղ ծաղկակաղամբ եմ վերցրել, air fryer մեջը պատրաստելու ենք, ուտենք։ Հա։ Կանաչ սոխ, 3 հատ։ Հիմա պետք է հանենք լրիվ լվանանք։ Սա հա հալափինյո պղպեղներն են, սրանք հալափինյո պղպեղները գիտեք ժողովուրդ ջան։ Մեր տոպրակները խանութների փոխել են, արել են այս ձևից, այս կպչուն, շատ անհարմար է մի տեսակ, սրանք հալափինյո պղպեղներն են։ Կծու են իրանք ու շատ համեղ են, շատ չեմ վերցնում, որովհետև մենք շատ հաճախ ենք գնում խանութ։ Սա վարունգ է, վարունգներն են, ոյ էլի կա, սպանախ, պետրոշկա,
համ է տավարի թոք սա էր էրֆրայի մեջ շատ համ եղա լինում միշտ ես պատրաստում եմ երկու պաչկա խոզի տոտիկներ եմ վերցրել չինական ռեցեպտով, այդպես ասեմ, տարբերակով ես պատրաստելու եմ, արդեն ունեմ իմ ալիքում, կարող եք տեսնել շատ համեղ է։ Դե մեզ մոտ ինչ են անում, խոզի տոտիկը թթու են դնում, իսկ այստեղ տարբեր ձևերով են պատրաստում, եւ կա թթու դրած, եւ կա քաղցր պատրաստած, կծուտ, ես իմ աղի թթու ինչ ասես։ Մի խոսքով, այստեղ ես շատ սիրում եմ քաղցր տարբերակը, սա երկրորդն արդեն։ Մնաց այս մի հատը երևակա, այստեղ նայեք հարգելիներս, այսքան ես, այսքան որ դուքս ես գալիս մի բան գնելու, պատկերացրեք, թե այստեղ արդեն մեր սովորական պղպեղներն են, այսպիսի լավ, մի ժամ պետքա քաշքշեմ, որ դուրս գա, ասում եմ, ցելոֆանը շատ կպչուն, ցելոֆան է, ուզում եմ ձեզ ցույց տալ այս կարմիր պղպեղները, նայեք ժողովուրդ ջան, այստեղ այս ցև օջեցրել են, այս քոն մեծ է, ինքը շատ մեծ է։ Հիմա ես սա դնելու եմ ավնի մեջը, դուխովկան, այսինքն ես եփելու եմ, հետո ավելացնելու եմ համեմունքներ, ձետ, ընկույզ, մի խոսքով այդպես ես իրան պատրաստելու եմ աղցանի նման, որպեսզի sense քսենք հացի վրա ուտենք, շատ համեղալի է։ Խնձոր, վայ, տոպակս անգնում, այստեղ խնձոր է, էլի խնձոր, հավի թևերը, երկու հատ, այստեղ արդեն փափայա, ահա, սա փափայա միրգն է, գիտեք, շատ առողջարար, շատ ընտիր, շատ համեղ, ովքեր ունեն ստամոքսի, բարձր թթվայնության, մի խոսքով մարսողության խնդիր կերեք այս միրգը, տեղում լուծելու է, բարձերը ստամոքսի։ Սա էլ մանդարին, վայ, վերջացրեցի ես երևի, ոնց հոգնեցի, այսքանը մեր գնումները, հարգելիներս ստեղ վերևով, ներքևով, սաղ իրար վրա եմ լցրել, հիմա այսքանը ես տեղավորեմ, և ինչ անենք, և մի համեղ բան կպատրաստենք, տեսնենք ինչ ենք պատրաստելու, դուք էլ ինձ հետ։ Եվ այսպես հարգելիներս, սիրուներս, ինչ որոշեցինք պատրաստել, կանաչ լոբի, սպանախ, ծնեբեկը և եգիպտացորեն, կուկուրուզ ենք խաշելու։ Այս ինչ է այստեղ։ Կուկուրուզ, կուկուրուզ, դե արեք բացենք, ով է շատ սիրում կուկուրուզ։ Yes. Կուկույուս։ Դե հիմա կուկուրուզները լցրեք, այստեղ ենք լցնում, պղինձի մեջ ենք լցնում, որպեսզի եփենք, այդ են սիրուն, դասավորեք, այդ են սիրուն, այ այսպես սիրուն,
Կա։ Պատա։ Դու քանի հատ ես ուտելու, Լեոնա։ Քանի հատ ես ուտելու։ 2 հատ։ Հա։ Դու քանի հատ ես ուտելու, Լեոն։ 4 հատ։ Օ, հեսա տեսնենք ով քանի հատ է ուտելու։ Հեսա ջուրը լցնենք, դնենք վրա։ Գազօջախի վրա։ Ուկուլուս։ Հեսա։ Էդի վալերա։ Ահա, ջուր ենք լցնում։ Ասեք ջուր ենք լցնում, տատիկը ջուր է լցնում։ Տատիկը ջուր է լցնում։ Ահա, որպիսի։ Էլի։ Ահա, եփենք, որը մի քիչ է լցնենք։ Ահա, սա արդեն բավական է։ Գազօջախը միացրած է։ Ահա։ Հիմա ինչ ենք անում։ Այսպես փակում ենք, թողնում ենք, որպիսի եփվի, հա։ Հա։ Ահա, հիմա մենք գնում ենք, որպիսի լոբին կտրատենք։ Եկեք գնացինք, կտրատած է, այսինքն տեղավորենք արդեն պղինձի մեջ, ահա։ Կտրատած, պատրաստ։ Հիմա լցնում ենք։ Ինչ եղավ։ Ջուրիկ ես ուզում։ Գնա վերցրու։ Դու գիտես որտեղ է ջուրիկը։ Անպայման պետք է Լեոնան ինձ օգնի, անպայման ձեռ ամեկնում, անպայման օգնում է, ինչ ուզում անելուց լինի, եթե ես պահանոցում եմ, ինքը վազում է այստեղ, չէ, մի կցի, կես կցում Լեոնա, էլի լավն է, մի կցի, բալես, գիտի պոչիկներն է, պոչիկներ, բա, այդ լավն էր, ահա, սա էլ մեր, Ուսան հատ լավ կլվանանք, Ոդի տատի լիպստելիք տատիկը դու ես ուզում լվանաս, ուզում է տատիկին օգնեի և սխտոր Ահա Այսպես կթողում ենք Շատ դանդաղ ենք անելու կրակը, որպիսի ինքը շոք է խաշվի, շատ դանդաղ եփի, որպիսի համեղ լինի։ Ավելացրեցի շատ քիչ ջուր, տեսեք ջուրը չի երևում, ներքևի մասն է, մի քիչ, և ավելացնում ենք աղ, մի փոքր շատ չենք անում, Սա խառնիկ լոբին արդեն Մերյաթե պատրաստ է, մի եռանք գա և կանջատ, այնձուն կլցնենք վրան, կանաչիով, սիրուն, հավեսով, համով, ոտով Մեր սպանախն էլ արդեն պատրաստ, լվացված, կտրատված, ավելացնում ենք էլի ջուր, բայց շատ քիչ, էլի գոլորշորա, պետքա գոլորշու մեջ, այսպես ասեմ, գոլորշիով պետքա շոքե խաշվի, հիմա այսպես կփակենք, սիրուն կթողնենք, որպիսի խաշվի
Լոբին պատրաստ է։ Սպանախը նույնպես։ Եգիպտացորենը նույնպես, այստեղ նայեք, ովքեր են սիրում եգիպտացորեն, ինչպես մենք ենք ասում, կուկուրուզ։ Սա էլ է պատրաստ։ Այստեղ քերիչով անցկացնում ենք parmesan cheese-ը, որպեսզի ավելացնենք ծնեբեկի վրա, ահա ծնեբեկը այստեղ է։ Մենք air fryer-ի մեջ ենք պատրաստելու սա, չենք շոքե խաշելու եւ չենք ձվով պատրաստելու, սա անելու ենք առանց ձվի, այսպես։ Yummy. It's still my neck. Yummy, yummy. It's still my neck. It's not my neck. No, it's in my back. Oh. It's in my back. What is that? It's in my head. It went in my head. Mommy. Մի փոքրիկ աղենք անում, շատ թեթև, լցնում ենք ձիթապտղի յուղը, և ավելացնում ենք parmesan cheese-ը, ժողովուրդ ջան։ Տեսեք։ Հիմա դնում ենք air fryer-ի մեջը եւ միացնելու ենք 10 րոպե։ Այսպես էլ ցույց տամ մի հատ։ 10 րոպե ժամանակը գնաց։ 10 րոպե։ Ահա, սա լեոնայինն է։ Ով է սիրում, ով է սիրում։ Դու սիրում ես։ Այսի քեզ։ Վերցրու գնա։ Սա ումն է։ Լեոնի, հետ ինչ ես կոծրի առաջակատի, տայ դմբլդող։ Դե գնա անուշ ուտեք, ստիկր։ Մի քանի հատ էլ բամյա կապակենք, բամյան էլ հաղա։ Մեր ծնեբեկը պատրաստ է, տեսեք ինչ համեղ տեսք ունի, շատ ընտիր է ստացվել, ավել չենք թողելու եփվի, արդեն եփված է։ Դե ինչ հարգելիներս, ինչ ասեմ, համեց եք, բոլորիդ հրավիրում եմ, այս համեղությունները վայելենք միասին։ Դե ինչ մեզ անուշ լինի, ձեզ նույնպես անուշ լինի, ովքեր այս պահին ուտում են, սնվում են, ինչ ասեմ, դե Աստված բոլորիս հետ, խաղաղություն բոլորիս ընտանիքներում սեր եւ համերաշխություն հարգելիները սիրում եմ բոլորիդ, դե կհանդիպենք կրկին շատ շուտով։